Կազանը սիրաշահիդ որքանով կարելի է։ Հայերի դիմաց չարիքի դաշինքն է։ Թուրքիայում Փաշինյանին դիմում է Ակոսթերթի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը։ Եվ ուրեմն դիվանագիտական խոսքերն ու զուսպ ձևակերպումները կարող են արդյոք զսպել այդ դաշինքի սպառնալիքները կյանքի կոչելու ձգտումը։ Որքանալ Հայաստանի Հանրապետությունները քաղաքագրթության ներած սահմաններուն մեջ մերժեն Զանգեզուրի միջանցքը, դագավին չարակորձության դաշինքը համար բնթում ունի այդ միջանցքի վրա։ Եվ այդ միջանցքը չեն թաքցներ, որ իրենց սրբազան երազանքին Թուրանին ջամփան է, ճանապարհն է։ Այդ որ մենք ասում ենք ուրիշներին նայելով ասում ենք բան գազան, բայց մենք մեզ պետք է նայենք, ժողովուրդ ջան։ Գազանների հիշատակումը Փաշինյանին ջրի վրա նստած 3 գլխանի վիշապի ու նրա դեմ պայքարող հերոսի մասին հումորն է հիշեցնում։ Թուրը հանում է, սկսում է կռվել, այս վիշապի մի գլուխ կտրում է։ Հետո էլի այս վիշապ բնականաբար գազանը արձագանքում է, բայց հերոսը, քանի որ շատ ուժեղ հերոս է, բռնում է այս վիշապի երկրորդ գլուխն է կտրում, մեկ էլ այս երրորդ գլուխն ասում է՝ մի րոպե, ինչ ես ուզում, ինչ ես կտրում գլուխս, ասում եմ ջուր խմեմ, ասում է խմի։ Եվ ուրեմն, ինչ է ուզում վիշապը, որ այս դեպքում թուրք-ադրբեջանական դաշինքն է։ Ես ասել եմ, մենք ասել ենք Զանգեզուրի միջանցք չի լինելու, լինել բա խաղաղության խաչմերուկ։ Ընդհանրապես տարածք են ուզում Հայաստանով երթևեկելու համար, այդ դեպքում ի՞նչն է խնդիրը, չի հասկանում Փաշինյանը։ Թող գնան գանիք, վատա դա մենք ենք առաջարկում, մենք ենք այս նախագծով ասում ենք իրանց էլ ենք ասում ենք ինչ եք ուզում, ասում են ուզում ենք գնանք բան, արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ, ասում ենք գնացեք, ինչու՞մն է պրոբլեմը, մենք այդ ամեն ինչին, մի հատ վերնագինը դնում ենք Թուրան, ու վերջ գնաց, վայ, ուզում են Թուրան, ժողովուրդ ջան, մարդիկ, եկեք մենք էլ ապրենք, եկել ուրիշներին էլ մեր չափով, մենք չէ որ պետք է որոշենք, բայց մեր չափով ուրիշներին էլ հնարավորություն տանք իրանք էլ ապրեն։ Խնդիրն այն չէ ըստ Փաշինյանի, որ մեր դիմաց գազաններ են, այլտեղ է թաքնված շան, այս դեպքում միգուցե վիշապի գլուխը։ Մենք աշխարհը ճանաչելու խնդիր ունենք, այդ պատճառով էլ մայրուղում կանգնած անընդհատ վրաերթի ենք ենթարկվում։ Բա բռնենք Հանրապետության հրապարակում Թուրքիայի դրոշները վառենք, հետո էլ ասենք հլտես մեզ ինչ են բանանում, ո՞նց կլինի տենց։ Դուք պատկերացնում եք հեռուստատեսությամբ միջազգային հանրությունը նայում է, որ ինչ-որ մարդիկ Հանրապետության հիմնական հրապարակում հարևան երկրի այդ մեկ, երկրորդն է Թուրքիայի դրոշը վառում են։ Ինչ են մտածում այդ մարդիկ։ Մտածում են, ասում են, այս ինչ ուժեղ պետություն է, մտածում են, ասում են, այս մարդիկ ոնց որ երթևեկության կանոններին չէ տիրապետում։ Ամեն դեպքում Էստուկյանը նույն կարծիքին է մնում։ Հոխորտանքն ու ուժի սպառնալիքը ավելի վճռական պատասխանի են արժանի։ Այստեղ չեն աշխատում դիվանագիտությունն ու քաղաքակրթությունը։ Վարչապետը տերմիններն կարծես թե սխալ ընկալեց, այո, հրեշի հետ, Կազանի հետ կարելի չէ քաղաքագիր եղանակով խոսին։ Կտեսնեմ այստեղ Բոլիսո հայ կաթողիկե համայնքի կերավայցար սրբազանը կողջունեմ իր ներկայությունը հայ փողոքական եկեղեցու սիրելի բադվելին դարձյալ ներկայ է իր ներկայությունը կողջունեմ, բայց հայ արաքելական եկեղեցին թեմքը չեմ տեսած։ Պորսո հայոց պատրիարքարանի ներկայացուցիչներին հրավիրել են, տեղում պարզաբանում է Փաշինյան հայ համայնք հանդիպման կազմակերպիչը։ Պատրիարքը Միացյալ Նահանգներում է, մյուս ներկայացուցիչները հանդիպման չեն եկել։ Եթե իրենք չեն եկել, ես կգնամ, ոչ մի խնդիր։ Գնում է, բայց Փաշինյանի առջև դռները չեն բացվում։ Պատրիարքարանը փակել են, որպեսզի եթե Փաշինյանն ուզի այցելել, ստիպված չլինեն ընդունել, ասում է Էստուկյանը։ Այս քայլը դարձյալ օդարացումն է եկեղեցին իր ժողովրդին օդարանալու պատկերն է։ Բացարձակապես չեմ ընդունել իրենց այդ վարկը, կթադավարտեմ։
Թուրքիայի հայ համայնքը կողմ է բաց սահմաններին ու դիվանագիտական հարաբերություններին։ Հույս ունեին Փաշինյան-Էրդողան հանդիպումից ավելի կոնկրետ առաջարկներ, լուծումներ լսել։ Մյուս տարի Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն է։ Պարզվում է նաև Թուրքիան է դեր ունեցել, որ այս միջոցառումն անցկացվի Հայաստանում։ Փաշինյանն էլ որոշել է Երևան հրավիրել նաև Էրդողանին։ Կգա արդյոք։ Եթե Ալիևը թույլ տա գուկա։ Էրմինե Ղարիբյան, Էպիկենտրոն։